Կինոյի տանախասրահի այս մեծ պաստառը միանգամից աչքի է զարնում, ներս մտնող հյուրերին փոխանցում Վահան Հովհաննիսյանի ժպիտն ու գեղեցիկ վերհուշեր արթնացնում։ Վահան Հովհաննիսյանի եթե ուզում ենք ճանաչել, նախ առաջին պետք է նայենք նկարին, այս ժպիտը, խորհրդավոր ժպիտը, իմաստուն ժպիտը պետք է փաստենք առաջին դա։ Վահանը համոհոտն էր քաղաքական դաշտ, իսկ ինքը ամենածայրահեղ կերպով կարող էր քննադատել ընդդիմության եղած ժամանակ իշխանությանը, բայց շատ նորմալ ընդունեին դիմացինը, որովհետև գիտեին თუ ինչ կար մեջը, բայց կար սուր քննադատություն։ Ինքը յուրահատուկ կերպար էր։ Իսկապես յուրահատուկ կերպար էր մեր ընկեր Վահանը։ Իր հատուկ հյումորով, իր ունեցած գիտելիքներու լայն բաշարով, մեր ոսկեղենիկ հայերենի ամբողջական դիաբետությամբ եւ իր սուր նկատումներով։ Հույդաբյուրոյի երկարամյա անդամ, դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ ու դաշնակցական Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված հուշերեկոն է։ Նրա մասին խոսում են ջերմությամբ ու ջերմիշողություններով, պատմում տարբեր հետաքրքիր դրվագներ։ Նա նաև մեծ դիվանագետ էր, թե որպես դեսպան աշխատած տարիներին եւ թե խորհրդարանական դիվանագիտությունն իրականացնելիս, ասում են կուսակցական ընկերներն ու գործընկերները։ Իր հետ միջազգային որևէ գործումա, եթե մասնակցեիր, այնքան վստահ էր, որ պատվիրակության այդ ղեկավարը ինչ մակարդակով ներկայացնելու քո երկիրը։ Կերվահանը այն քաղաքական գործիչներից էր, ով մրցունակ էր ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլ նաև պատվով ներկայացնում էր երկիր արտերկրում։ Ադրբեջանցիները, այսպես ասած, մրցում էին Վահանից, որովհետև իրենք տանը անգլերեն գրած բերում էին այնտեղ կարդում էին, ապա Վահանը շատ ավելի լավ անգլերենով տեղում առանց թղթի, առանց ամենի շատ հստակ պատասխաներ տալիս եւ ընդ որում հիմնավորված։ Ես չեմ հիշում գետ մեկ դեպք, որտեղ ընկեր Վահանը լինի պատվիրակության կազմում կամ գլխավորի պատվիրակությունը եւ Հայաստանը, Հայաստանի ազգային շահը, Հայաստանի խորհրդարանը, այ ժողովուրդը պատվով ներկայացված չլինեն։ Բաքվում հաջողվել է միասին դուրս հանել հակահայկական բոլոր կետերը բանաձևից, հենց Բաքվի խորհրդարանում։ Ինքը կարող էր ամենաչոր մտքերը ասել այնտեղ, բայց մի հատ այս ժպիտով ամեն ինչը մարդկային հարաբերությունում հարթել։ Բանաստեղծ արձակագիր Ռոլանդ Շարոյանը, ով Վահան Հովհաննիսյանին ճանաչել է առավել մոտիկից, ասում է Վահան Հովհաննիսյանը ամենաբարդ խնդիրները կարողանում էր 5 րոպեում վերլուծել ու փոխանցել ընկերներին։ Քանի աշխարհի երեսին լինելու է դաշնակցություն, այդ անվան մեջ որպես ներկա դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանը մնալու է։ Նա հավերժի մեր քաղաքական հավերժի ճամփորդն է դաշնակցության։ Մեծ էկրան է բարձրանում Վահան Հովհաննիսյանի մասին պատմող «Ձեր Վահանը» ֆիլմը, նախաձեռնողը Հույդա Հայաստանի գերագույն մարմինն է, կյանքի կոչողը 5-րդ ալիք հեռուստաընկերությունը։ Ստեղծագործական կազմին հաջողվել է բացառիկ աշխատանք ստեղծել, որի հիմքում Վահան Հովհաննիսյանի նամականինն է։ Վահան Հովհաննիսյանի կերպարը մարմնավորել է Պարույց Սանթրոսյանը եւ ճանաչելով նրան, լավագույնս է ներկայացրել Վահան Հովհաննիսյան քաղաքական գործչին, մտավորականին եւ ի վերջո բացառիկ հային։ Վահան Հովհաննիսյանը պակասում է եւ դիտության մեջ, որպես հնագետ, որովհետեւ այն գանձերը, որ ինքը գտել է պեղումների ժամանակ, եւ այո, վստահ եմ նաեւ քաղաքական դաշտում է պակասում եւ մեր հասարակությունում է եւ Երևան քաղաքում է պակասում։ Բոլոր առումներով կարելի է Վահանի այսքան ակնհայտ է Վահանի բացակայությունը։ Եվ մի օր ինձ մոտեցան հայտնի մարդիկ։ Ու ճիշտ աս Բայկարի թեժ փովի մեջը, որ դաշնակցությունը հիմնված է 1890-ին եւ այսօր այս իրադարձության մեջ ասպայկար գումնա նույնքան աժմեական նույնքան համահունչ մեր օրերու, ինչքան այդ օրերուն էր 1890-ին էր Վահան։ Եվ գիտես ինչ Վահան, դաշնակցությունը հերթական ուղղակի կուսակցություն չի։ Դաշնակցությունը հայ ազգի ժողովրդի ճակատագիրը կերտող գաղափարական շարժում է, գաղափարախոսությունը, ոգի է,
որի տեսնական շարունակում է մնալ ազատ անկախ Միացյալ Հայաստան։ Ֆիլմում տեղ գտած մի քանի բացառիկ դրվագների չբացահայտված կողմերի մասին դահլիճում լսում են արդեն կուսակցական ընկերներից, գործընկերներից։ Ներկայ է նաև Վահան Հովհաննիսյանի քույրը Վիկտորիա Հովհաննիսյանը, իսկ հույրը բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վերհիշեց մի շատ կարևոր դրվագ 31-ի գործով դատավարությունից։ Մենք վանդակում էինք, այս 31-ի գործով 3 հատ վանդակ էր սենց։ Կենթանիներին ոնց որ պահեին այդ վանդակների մեջ, վերևից ներքևից փակ էր վանդակը։ Ասենք, Վահան, չի լինի, մենք վանդակում ենք, բայց դրոշը չի կարա վանդակում լինի։ Մենք դի վանդակը դուրս հանենք, ինգեր։ Արի տղեկին ասենք, ընդ աթոռներ էին դրած։ Այդ աթոռները վրից դուրս գան, մենք բարձրանանք աթոռների վրա, հանենք ու բանից վանդակից դուրս հանենք դրոշը, որ դուրսը ծածանվի։ Ու տենց մտանք լավ իրար հետ բնականաբար իրար պաստալով այսպես ասած վանդակից հանեցինք դրոշը ու այդ կադրերը կան ամենատարածված կադրերն են դոպրա այո ասում պետք է իհարկե դրոշը դուսը ծածանվի այդ ճիշտ է իսկ կուզեք այդ դրոշը նորից ծածանեք շուշտ եւ անակնկալ ընկեր Արմենի համար հետո դրոշը ծածանելուց հետո Վահանը դուրս է հանում դրոշը գրառում անում դրոշի վրա, թող այս դրոշը ձեզ ուժ և կորող տա ճիշտ այնպես, ինչպես դժվար պահին ուժ տվեց ինձ և իմ ընկերների։ Վահան Հովհաննիսյան, 12 դեկտեմբեր 97 թվական։ Այո։ Գլխավոր հատկանիշը դաշնակցականի քաջ լինելու մեջ է։ Եթե քաջ է եւ մտավորական չի, եթե քաջ է եւ պատմության ծանոթ չի, կարող է դաշնակցական լինի, բայց եթե ամեն ինչ է ու վախկոտ, չի կարող դաշնակցական լինի։ Վահան Հովհաննիսյանի մոտ հիմնական հատկանիշը, որ ես գնահատում եմ, իր քաջությունն է, քաջ մարդ էր վտանգը դիմակրավելու առումով, սխալին սխալ ասելու առումով, բարձրացնելու մի բաներ, որ ուրիշները չէին համարձակվի, ասելու բաներ, որ ուրիշները խուսափեին, ինքը քաջ էր բարիս, բուն և ամբողջական իմաստով։ Հիշում եմ, դատական նիստի դահլիճում անասելի աղմուկ էր։ Մարդիկ բարձրաձայն իրենց դժգոհությունն էին արտահայտում։ Զայրացած դատավորը մուրճը խփեց սեղանին ու թե ում համար այստեղ հետաքրքիր չէ կարող է դուրս գալ դահլիճից։ Ես անմիջապես ձայն խնդրեցի ու ասացի. «Պարոն դատավոր, ինձ համար այստեղ բոլորովին հետաքրքիր չէ։ Կարող եմ դուրս գալ»։ Սիրելիներ, եթե իմ այս պատմությունը մի առանձին դատական նիստ հիշեցրեց, ներողամիտ եղեք։ Հուսով եմ, այս դահլիճից շուտ դուրս գալ ցանկացողներ շատ չեղան։ Ձեզ երկար կյանք ու աննահանջ պայքար։ Ձեր Վահան